Ինչպես հայտարարել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր տեղի ունեցան քաղաքական բանակցություններ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև իմպիչմենթի հարցով։ Հանդիպումն ավարտվեց, սակայն գործընթացը շարունակական է ըստ Իշխան Սաղաթելյանի։ Հայաստան խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմպիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են եւ այդ ձևաթուղթը կփոխանցվի։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ 1 ժամ տևած հանդիպումից հետո ասաց Հայաստան խմբակցության պատգամավորը։ Այդ ձևակերպումը, որ չեք ստորագրում, մենք ասում ենք ստորա գրած է։ Ուզում եմ հասկանամ, այսինքն process-ը երբ ենք սկսում։ Դուք օրինակ գիտեք երբ ենք սկսում այդ process-ը։ Եղել է process-ի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում նաև ողջունում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է այս process-ի քաղաքական պատասխանատվություն։ Եվ մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի, մեզ պետք է 34 հոգու ստորագրություն, թե պետք է գործընթացի արդյունք եւ գործընթացի շարունակություն։ Հիմա պետք չի սլակները ուղղել ստեղ, որովհետեւ այս կողմից շատ հստակ արդեն հայտարարությունը կա։ Պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ, հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու նորից եմ կրկնում, երբ, որտեղ այս process-ի մեջ նաեւ պետք է հասկանալ, երբ այս գործընթացը վերածվում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ։ Մենք փողոց, գործընթաց, դրանք շատ փոխկապակցված աշխատանք է։ Այս պահին ստեղ ունենք անհամաձայնություն իմիջիայլոց։ Մեր գնահատմամբ կա impeachment սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն 2 ստորագրություն եւ փողոցային պայքար։ Այս պահին կա դրա ուղղությամբ աշխատանք, նախաձեռնության մասին հայտարարություն, որպեսզի գործընթացը սկսի, նորից եմ կրկնում, ու երբ սկսի այդ ուղղությամբ, պատրաստ ենք չկրկնվեմ ասացի։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն լուսաբանման համար։ Ես արձանագրեմ իրողությունը, որը մենք ունենք այս պահին։ Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, եւ այդ ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն։ Եվս մեկ անգամ ասեմ, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան տեխնացուով արդեն իսկ մեկնարկած է եւ դրան ստորագրել են 6 պատգամավոր պատիվ ունեմ խմբակցություն։ Հայաստան դաշինքը թե ինչ է պատրաստվում անել հայտարարի ինքը Հայաստան դաշինքը, բայց ամենայն դեպս վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին այս պահին միացել են 6 պատգամավոր պատիվ ունեմ խմբակցություն։ Տևական ժամանակ է 1 ժամից ավել է բանակցություններ էին։ Այսինքն ինչ առարկություններ ունեն դաշնակցականները։ Ի վերջո նրանք ասում են, եթե հղում են անում իրենց նախկին հայտարարությանը, նայե թե 2 ստորագրություն կարող եք ապահովել եւ արդյոք հնարավոր է ողջամիտ ժամկետում ժողովրդական զարգացնել, մոբիլիզացնել, որ ճնշում գործադրենք քաղաքական պատգամավորների վրա։ Այս մասով ձեր անելիքների հարցում վստահ եք, կարող եք։ Մենք մեր անելիք նախ ու փոքր շփում մտցնեմ ամեն դեպքում, ոչ թե Դաշնակցություն, այլ Հայաստան խմբակցություն։ Երկրորդը, մենք մեր անելիքները բոլոր հարթություններում, թե տեղեկատվական, թե փողոցային ճնշման, թե քաղաքական, շատ հստակ գիտենք եւ իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու։ Այս գործընթացը impeachment-ը անվանվում impeachment ասեմ, impeachment-ի գործընթացը մեկնարկած է եւ դրա ավարտը կարող է լինել բացառապես մեկը՝ մեր հաղթանակը, այսինքն impeachment-ի գործընթացի իրականացումը։ Այս գործընթացը արդեն մեկնարկած է եւ դրա ավարտը լինելու է հաղթանակ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է Մայրաթորի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով։
Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, նաև կարմիր գծերի բացակայությունը։ Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական քարոզչական աջակցությունը, իշխանությունը վաբանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է։ Մյուս կողմից այս արկածախնդրությունը քաղաքական դաշտում հերթական պատուհանն է բացում, եղած առողջ ուժերը մոբիլիզացնելու եւ քաղաքական հանգուցալուծմամբ իրադրությունը վերջնական լուծելու համար։ Սա դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որը ենթադրում է քաղաքական ակտորների վճռականություն եւ պատասխանատվություն, որովհետեւ դանդաղկոտությունը, անգործությունը շատ ծանր հետևանքների կհանգեցնի։ Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հավաքագրերով հանցակիցների, հայտարարել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Ստեղծում են կեղծորակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից։ Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաև բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների թեզերը եւ պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից։ Հասարակությանը նպատակային պահում է քաոսի եւ լարվածության մեջ, ռադիկալացնում եւ բևեռացնում, որպեսզի մանիպուլյացիաների հարցում հաջողեն։ Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են, ասաց նա։ Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծ ու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է հերթական միջնորդությունը մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքի անդամներին տրամադրելու վերաբերյալ։ Նաև խնդրել քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրամ Բերմանը պաշտպանել է նրա դիրքորոշումը։ Դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, քանի որ դատարանը ներկայացված միջնորդությունները արդեն քննարկել են նախորդ լսումներում եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել, այս անգամ դրանք չեն քննարկվելու։ Այնուհետև Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել ուսումնասիրելու իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության ադրբեջաներենին համապատասխանությունը։ Դատարանն անցել է խորհրդակցության որոշում կայացնելու համար։ Խորհրդակցության արդյունքում կայացված որոշման հիման վրա միջնորդությունը չի բավարարվել։ Այնուհետև մի շարք իբրև դժողներ է ցուցմունքներ տվել, հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 17-ին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է կրակոցներով Ադրբեջանին չի հաջողվում սյունեցիների շրջանում քուճապ տարածել։ Թե դուք չլսեցիք, ասում վերջին այն տեղեկատվությունը, որ բանանտ աղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, որ կարծիքով ինչ նպատակ է հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ քուճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Այսինքն Ղուկասյանը պատեմ որ մարդիկ ուզում են թողնել գնա, որտեվ այդպեսի ինֆորմացիաներ տարածվում է եւս որ մարդասրամադրություններ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Սյունիքի մարզպետը հաստատում է, օրեր առաջ մոլորված երկու պատանիները Հայաստանի սահմանը չէին հատել։ Հարցին թե այդ դեպքում ինչպես է ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, մարզպետն ասաց, հենց դրա համար հաջորդ օրը հետքեցին նախորդին իրենց տարածած տեղեկությունը։ Տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկա։ Եվ այստեղ ցանկացած բան, որին կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետևաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելու, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածն է։ Դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում այն փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին, Դե ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է։
ինքը իրեն չընտրել եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ ողել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Ինչպես էին այլ Տեսեք Ժողովուրդ ջան, կներողություն խնդրեմ, այս մասը ասեմ։ Այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա բան, որևէ բան գոյություն չունի։ Հետևաբար ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդները Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ ողջունելով զրուցակցին Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստան կատարած այցի համար։ Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորացամալվող անձանց խնդրին։ Արցախցիների աջակցության ծրագրի շրջանակում 40+10,000 դրամ վճարումները շարունակելու հարցը դեռևս լուծված չէ։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ Նրա խոսքով իշխանությունները ստանձնել են Արցախցի 82 ընտանիքի բնակապահովման հարցը։ Դրանք զոհված զինծառայողների ընտանիքներ են։ Իսկանդարյանը հայտնեց, որ բնակարանաշինության ծրագրին կմիանան Չարենցավան, Բյուրեղաբան, Ապարան, Արարատ, Էջմիածին եւ Մեծամբոր համայնքները։ Պետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4 միլիոն դրամ կհատկացնի, եթե նրանք բնակարան կամ տուն գնեն այդ համայնքներում։ Խոսքը ավելի քան 13,000 արցախցիների մասին է, բացի այդ, տներ կառուցել ցանկացող ընտանիքները համապատասխան թույլտվություն կստանան հողամասերի համար։ Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արես Մարգարյանը հայտարարեց, որ արցախցիների իրավունքների համար պայքարը կշարունակվի եւ երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 23-ին։ Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 4-ն է, հոսպիտալացվել է 13 տուժած, որից 2-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները 5-րդ անհետ կորած տղամարդուն գտնելու ուղղությամբ։ Մեղմելու հետևանքները մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է։ Իսկ ինչ է պետք անել հետագայում այսպիսի իրավիճակները բացառելու համար, որովհետև ինչպես հասկացան գազի արտահոսքից է եղել, ինչ որ անվտանգության կանոններ են խախտվել, թե ինքնաշեն ինչ որ սարքեր են եղել, կա նախ։ Հարցին ավելի կոնկրետ կպատասխանի փրկարար ծառայությունը, իրենց ինձ փոխանցված ինֆորմացիան էլ հետևյալն է, որ ուրեմն գազի արտահոսքից է եղել, շատ մեծ հավանականությամբ 3-րդ հարկի բնակարանում, մնացածի մասին պիտի քննություն իրականացվի, որպեսզի պատշաճ գնահատական տրվի։ Ծառայության ղեկավարն նշեց, որ սեյսմիկ աշխատանքներ ուսումնասիրություններ պետք է անեն եւ մարզպետն է նշեց, որ խումբ է ձևավորվել, բայց այսօր կոնկրետ եթե այդ աշխատանքների հարցն է, մարդիկ բնակիչները որտեղ են մնալու այդ հարցը Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները եւ հյուրատները, այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Իսկ հետագա մշտական բնակության հարցը ինչպես է լուծվելու։ Մի օրվա գործ չէ սրա հետևանքները վերացնելու համար։ Կմնան այնքան ուրեմն հյուրանոցներում եւ հյուրատներում ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչեւ հարցին գլոբալ լուծում տրվի, տեսնում եք, որ նախ պիտի շենքը գնահատվի, շենքին պատճառված վնասը այնպիսին է, որ այն հետագա վերականգնման համար ենթակա է թե ոչ, կառավարությունը անպայման սեյսմիկին կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան, մինչև վերջնական որոշում կկայացվի արդեն շենքի եւ մեր երկարաժամկետ ուրեմն լուծումներ տրվող քայլերի մասին։
Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրի եւ ամբողջ Հարավային Կովկասի համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մոսկվան Հայաստանի տարածքից ռուսական ռազմականի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չի ստացել Երևանից։ Հայաստանի պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում հրապարակը, որ նման հարցեր օրակարգում չկան, հավաստիացրել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ ռուսական ռազմականի ներկայությունը կարգավորում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով։ Ընդ որում, նրա խոսքով ռազմականի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները տապալվեն եւ Միացյալ Նահանգների հետ հակամարտություն սկսվի, Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Օմանի միջնորդությամբ Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցությունների 5 փուլ են անցկացրել, 3-ը Մասկատում, 2-ը Հռոմում։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները։ Իրանի դիվանագետներից մեկը օրերս Reuters-ին ասել էր, որ ամերիկյան առաջարկը չի լուծում 3 հիմնական հարց. Ուրանի հարստացումը Իրանի տարածքում, բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանումը երկրի սահմաններից դուրս, Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացման կոնկրետ քայլերը։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան ցույց է տալիս պատրաստ չէ բանակցություններին։ Նրա կարծիքով նման մարտավարությունը կարող է վատթարացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։ Ռուսաստանը խաղաղություն է ուզում, հավաստիացրել է ռուսական բանակցային թիմի ղեկավարը, հավելելով, որ եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով, ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել։ Մեդինսկու խոսքով, փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժանա մի շարք նոր տարածքներ։ Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել եւ պարետային ժամ է սահմանվել կապված քաղաքի կենտրոնում շարունակվող բողոքի ցույցերի հետ, հայտարարել է քաղաքապետ Կարեն Բասը։ Պարետային ժամը գործելու է երեկոյան 8-ից մինչև առավոտյան 6-ը բոլորի համար բացառությամբ տեղի բնակիչների, լրագրողների եւ արտակարգ ծառայությունների։ Վերջին 5 օրերի ընթացքում ցուցարարները զբաղեցրել են քաղաքի կենտրոնի մի քանի փողոցներ, ձերբակալվել է մոտ 200 մարդ։ Ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջև մի քանի բախումներ բռնի բնույթ են ստացել։ Դրանց ընթացքում ցուցարարները հրդեհներ են արել, ներգլցրել շենքերի վրա եւ կոտրել խանութների ցուցափեղկերը։